Ֆինանսական գրագիտության դասընթացի 5-րդ դասին ենք հասել եւ սովորաբար դասընթացները 6 դաս են ունենում, հաջորդ դասը վերջինն է լինելու ֆինանսական գրագիտությունն Աստվածաշնչում թեմայով։ Այսօրվա դասի վերնագիրն է հին եւ նոր կտակարանի սկզբունքները, այսինքն փորձելու ենք քննել միասին հին կտակարանում ինչպես էր, նոր կտակարանում ինչպես է, հին ուխտի հավատացյալների համար ինչպես էր ֆինանսական հավատարմության հարցերը, ինչպես է նոր ուխտում, եւ ես այսպես առանձնացրել եմ տարբեր սկզբունքներ եւ ամենակարևորը հիշում եք առաջին դասի, այս շարքի առաջին դասին շեշտադրել ենք սա, որ մենք հիշենք տնտես լինելու գաղափարը, այնինչ ունենք մերը չի եւ անգամ այն ֆինանսները, որ մենք ունենք մեր ձեռքի տակ, մեր գրպանում կամ բանկային հաշվում, մենք պիտի հիշենք, որ դա Աստծուց է մեզ վստահված եւ նոր կտակարանը շեշտադրում է սա, որ դուք տնտեսներ եք եւ Տեր Հիսուսը խոսում էր նրա մասին, որ Աստված ինչ որ վստահել է մեզ, հետո հաշիվ է պահանջելու, ինչպես մենք դա օգտագործեցինք։ Ներառյալ այն ոլորտը, որը նա անվանում էր անիրավ մամոնը, այսինքն փող, որը հոգևոր կյանքի կարևորագույն մասներ ներկայացնում, բայց ամենափոքր մասը, այսինքն սա քիչն էր, սա սկիզբն էր, սրանից էր սկսվում հոգևոր կյանքում հավատարմությունը, քչի մեջ հավատարիմ լինելու սկզբունքը, Տերը մեզ փոխանցեց, սրա մասին խոսել ենք, չկրկնեմ, բայց տնտես լինելու գաղափարը նոր չի եւ նոր կտակարանյան չի։ Հին կտակարանից ես ուզում եմ կարդալ առաջին մնացորդաց 29-րդ գլխի 14-րդ խոսքը, երբ Դավիթ թագավորը զոհաբերություն է կատարում, ավելի ճիշտ ընծաներն է իր ֆինանսական ունեցվածքի ընծաներն է տալիս տաճարի կառուցմանը, եւ 29-րդ գլխի 14-րդ խոսքում կարդում ենք հետեւյալը, որովհետեւ ով եմ ես եւ ով է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Ոչ միայն Դավիթն է տալիս, այլ ամբողջ ժողովուրդը առատաձեռն տաճարի շինարարությանը նվիրաբերություններ են անում։ Եթե կարդաք այս գլուխը կտեսնեք ինչպիսի մեծ նվիրատվություններ եւ հատկապես Դավիթը իր թագավորական գահակալության ամբողջ ընթացքում կուտակել էր, հիշում եք, Տերը ասել էր դու չես կառուցելու, քո որդին է կառուցելու, եւ ինքը ամենը կուտակել էր եւ մեծ միջոցներ էին սրանք, եւ Դավիթն ասում է ով եմ ես եւ ով է իմ ժողովուրդը, որ մենք կարողանայինք այսպիսի ընծա մատուցել, քեզնից է ամեն բան եւ քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։ Եվ տեսնում ենք, Դավիթ իրեն տեսնում էր, թեկուզ թագավոր էր, բայց իրեն չէր տեսնում ասեր, ես իմ ունեցվածքից այսքան զոհաբերում եմ Տիրոջ գործի համար, տաճարի շինարարության համար։ Դավիթը ասում էր, իսկ ով ենք մենք, որ կարողանանք այսպիսի ընծաներ մատուցել, եթե դու նախորոք մեզ տված չլինեիր, այս ամենը քոնն է։ Եվ մենք տեսնում ենք, թե հին կտակարանում, թե նոր կտակարանում, Աստծուն հավատացողները գիտեն, որ այնինչ ունեն, իրենցը չի, իրենց վստահված է, այլ կերպ ասած, սեփականատերը իմ ունեցվածքի ես չեմ, այլ ինձ դա պարգևող Տերը։ Եվ ես պիտի ծախսեմ այս ամենը, այնպես ինչպես ինքն է ակնկալում, որովհետև վերջում կանգնելու եմ եւ հաշիվ եմ տալու Տիրոջը։ Երկրորդ սկզբունքը առատաձեռնության սկզբունքն է։ Կարդանք հին կտակարանից Առակաց 11-րդ գլխից 24-ից 26 հատվածը։ Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, բաժանելով ավելանում է։ Եվ կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։ Առատաձեռն մարդը կբարգավաճի եւ ոռոգողը ինքն էլ կոռոգվի։ Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին, այսինքն երբ որ կարիք կա, որ դու քո ցորենը կամ քո ունեցվածքը մյուսների հետ բաժնեկցես եւ օգնես այդ մարդկանց իրենց կյանքի ծայրահեղ իրավիճակներում, եւ դու պահում ես քեզ դա, սա ժլատությունն է։
Իսկ առատաձեռնությունը դու ասում ես, այս որ ունեմ որտեղից, նախորդի հետ կապված է, այս որ ունեմ որտեղից, Տերն է հոգացել, հիմա այս Տիրոջ կամքը կատարեմ, իսկ վաղվա համար, հիշում եք Տեր Հիսուսը ինչ էր սովորեցնում, հոգս մի արեք, նա կհոգա, դու այսօր ունես հնարավորություն, մի ուրիշ սկզբունք էլ կա, հաշվարկելու սկզբունք, եւ Տեր Հիսուսը սովորեցնում էր դա։ Ես չեմ ասում մի մտածի, ասենք ամսվա սկզբում աշխատավարձդ ստացել ես առատաձեռն բաշխի, հետո ամսվա վերջում չիմանաս ինչ ուտես եւ ինչով կոմունալներդ վճարես, սրա մասին չի խոսքը, այլ որ դու ունես հնարավորություն օգնելու եւ դու պահում ես դա, սովորաբար հայերը ասում են պահում ենք սևորվա համար, մի պահի սևորվա համար։ Նա ով քեզ պարգևել ասա, քո դժվարությունների ժամանակ էլ քո կողքին կլինի։ Տեսնենք նոր կտակարանում Ղուկաս 6:38-ում Տեր Հիսուսն էր սովորեցնում. տվեք եւ կտրվի ձեզ։ Ձեր գոգը կլցվի լավ չափով, լեփլեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի։ Տեսնում ենք 5 կտակարանում էլ առատաձեռնության սկզբունքը եւ Տեր Հիսուսը նոր կտակարանում նույնպես սովորեցնում է։ Հաջորդ սկզբունքը Աստծուն ընդունելի լինելու սկզբունքը։ Քո ֆինանսական ծախսերը պիտի Աստծուն ընդունելի լինեն։ Հատկապես Տիրոջ գործին քո նվիրաբերածը պիտի առաջին հերթին մտածես ոչ թե ինձ համար որն է ճիշտ, այլ իր համար որն է ընդունելի։ Եվ եթե նայենք 5 կտակարանին, ես համարները չկարդամ, սա պարզ ակնհայտ ոչ ոք չի վիճի սրա հետ, Տերը ասում էր քո ունեցած լավագույնը ինձ զոհիր։ Եթե օրինակ ոչխարը են զոհաբերում եւ նայում էին, սովորաբար նայում էին, եթե մարդը նայում է Տիրոջը տվածը կորուստ, չէ՞ տանելու եմ, եկա մորթելու են քահանաները եւ այլն։ Բայց օրինակ, եթե մնա իմ հոտի մեջ սա սերունդ պիտի տա։ Արի ես վատերից ազատվեմ, մեկա զոհաբերվելու է։ Լավերը պահեմ, որ սերունդը առողջ լինի, տրամաբանություն է, չէ՞։ Տերը ասում էր, ոչ, լավը պիտի տաս։ Լավը պիտի զոհես, ավելորդը չպիտի զոհես, կաղը, կույրը չպիտի զոհես։ Եվ սա գրված է Աստվածաշնչի մեջ։ Հիմա նոր կտակարանում Աստված չի նայում քո ունեցած, իմիջիալոց սա 5 կտակարանում էլ կա։ Լավագույնը ինքը կարող լիներ ճնճղուկը։ Քո ունեցածի չափով, սա էլ է սկզբունք, որը եւ 5 կտակարանում, եւ նոր կտակարանում, այսինքն նույնն է, բայց մենք հասկանանք լավագույնը ինչա նշանակում։ Գիտեք նոր կտակարանում լավագույնը ինչա նշանակում։ Եկեք կարդանք նոր կտակարանից 2 Կորինթացիս 8-րդ գլխի 12-րդ խոսքը։ Որովհետև եթե հոժարություն կա, տվածն ընդունելի է ունեցածի չափով եւ ոչ թե չունեցածի։ Տվածը ընդունելի է դարձնում։ Դու կարաս քո լավագույնը տաս, բայց դա դեռ բավարար չի։ Այստեղ տեսնում ենք, եթե նախորդ 2 սկզբունքները լրիվ նույնն էին 5 կտակարանում, նոր կտակարանում, այստեղ տեսնում ենք տարբերություն։ Աստված ֆիզիկականից անցնում է հոգևորին, սրտին։ Արդեն չի նայում բերողի բերածին, նայում է բերողի սրտին, ինչ սրտով ես բերել։ Լավագույնը, եթե քո սիրտը ուղիղ է, եթե դու հոժարությամբ ես տալիս, եթե դու ստիպված չես տալիս, ստիպողաբար չես տալիս, տալուց մարդիկ կան եկեղեցուն զոհաբերություն են անում, ընծա են տալիս, մտածում են հետո տենաս ինչ եղավ, տենաս ոնց ծախսվեց։ Ես ասել եմ, այս դասերի մեջ եմ ասել, ովքեր կասկածներ ունեն, եկեղեցու անդամների համար եկեղեցու բյուջեն պիտի բաց լինի։ Թող գան տեսնեն ինչպես է ծախսվում եւ որտեղ է ծախսվում։ Ամենայն դեպս մեր եկեղեցում ես հստակ կարող եմ ասել, որ սա այսպես է։ Մենք բաց ենք մեր եկեղեցու անդամների համար։ Նրանք, ովքեր ներդրում են անում, իրանք իրավունք ունեն տեսնելու որտեղ է գնում, բայց Աստծու համար ընդունելին դա քո հոժար սիրտն է, որ դու տալիս ես հասկանալով, գիտակցելով, որ սա
Աստծո տվածից իրեն եմ վերադարձնում։ Եվ սա լավագույնի սկզբունքը նույնն է, բայց լավագույնը փոխվում է։ Աստված հիմա չի նայում քո բերածի քանակին, Աստված նայում է քո սրտին։ Եվ հաջորդ սկզբունքը, հնարավորության չափի սկզբունքը շատ կապված է սրա հետ, որովհետև եթե քո սիրտը ուղիղ է, դու քո հնարավորության չափով ես տալու։ Եվ արդեն նշեցի, ոմանք արջառ էին զոհաբերում 5 կտակարանում, ոմանք ոչխար, ոմանք ճնճղուկ, ոմանք ալյուր չունեին, ճնճղուկի փողել չունեին, ասում են ալյուր բեր, բայց բեր դատարկ ձեռքով քո Տիրոջ առաջ մի արի։ Եվ նոր կտակարանում տեսնում ենք այս սկզբունքը ֆինանսների հետ կապված։ Տեր Հիսուսը, եթե ուզում եք համեմատություն, 5 կտակարանի ալյուր զոհաբերողը այն կինն էր, որ 2 լումա գցեց գանձանակի մեջ, եւ Տեր Հիսուսը ասեց ձեզանից բոլորից շատ այս կինը գցեց։ Եվ մարդիկ չհասկացան, ինչպես կարող է, ես չգիտեմ 10 ոսկի գցեցի, այս կինը 2 լումա, որ չնչին մի գումար է։ Ասենք մեր փողով թող լինի 200 դրամ։ Իր մեկ օրվա մեկ հացի փողն էր, ցամաք հացի փողը, եւ ինքը գցեց այդտեղ։ Եվ դա ուներ, եւ սա Տիրոջ համար ամենաշատն էր, որովհետեւ Աստված չի նայում դու ինչքան գցեցիր, Աստված նայում է քո ունեցածի չափին։ Դու կարող ես, չգիտեմ, թվեր չասեմ, լավ, բազմամիլիոն օգնություն տայր եկեղեցուն եւ չարեցիր, իսկ այս մարդը 100 դրամ ուներ, որոշեց այդ օրը սոված կմնա, բայց դատարկ ձեռքով չի գալիս։ Իհարկե եկեղեցին պիտի այսպիսի մարդկանց օգնի, սա երկրորդ հարցն է, բայց այսպիսի սիրտը ընդունելի է Տիրոջը։ Հասկանում ենք սկզբունքները։ Գնանք առաջ, Աստծուն պատվելու սկզբունքը։ Ֆինանսական հավատարմությունը եւ հատկապես Տիրոջ գործին ֆինանսապես օժանդակելը դա Աստծուն պատվել է նշանակում։ Սրա եթե հասկացանք այս միտքը, կարող ենք այլ կերպ ձևակերպել։ Եթե մարդը ունի հնարավորություն, հավատում է Աստծուն, ես չեմ խոսում Աստծուն չհավատացողների մասին, հավատում է Աստծուն, հավատում է, որ եկեղեցին, ինչպես Աստվածաշնչում գրված է, այն հաստատությունն է, սյուն եւ հաստատություն ճշմարտության, որ Տիրոջ դեսպանատունն է այս երկրի վրա, նրա մարմինն է, ում գլուխը Քրիստոսն է եւ իր գործի շարունակողը։ Եվ եթե ինքը ոչ մի մղում չունի այսքանին հավատալով աջակցելու այդ եկեղեցուն, ուրեմն եթե մեր ֆինանսական հավատարմությունը պատվում է Աստծուն, ապա մեր ֆինանսական անհավատարմությունը կարող ենք ասել անպատվում է Աստծուն։ Եկեք կարդանք նախ 5 կտակարանից Առակաց 3:9, Առակաց 3:9-ում 5 կտակարանյան սկզբունք կա. Տիրոջը պատվիր քո ունեցվածքից եւ քո բոլոր բերքերի երախայրիներից։ Եթե ժամանակակից լեզվով թարգմանենք, կլինի Տիրոջը պատվիր քո ունեցվածքից եւ քո տան եկամուտներից, որովհետեւ ինքն է դա քեզ տվել եւ իր գործի համար ինքը ասում է, երբ որ դու ներդրում ես կատարում, դու պատվում ես ինձ։ Գանք նոր կտակարան 2 Կորինթացիս 9:11-ը, տեսնենք նոր կտակարանյան սկզբունքը ինչ է մեզ փոխանցում։ 9:11-ում կարդում ենք. ամեն ինչում, ամեն տեսակ առատությամբ հարստանալով մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանենք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն։ Այլ կերպ ասած, Պողոս առաքյալն ասում է, ձեր հանգանակությունները դա Աստծուն մատուցվող գոհություն է։ Եվ տեսնում ենք, որ հին եւ նոր կտակարանները համահունչ են Աստծուն պատվելու հարցում, մեր ունեցվածքով, մեր ֆինանսներով, մեր ստացվածքով Աստծուն պատվելը Աստվածաշնչյան պատվեր է։ Հաջորդ սկզբունքը, շատ կարևոր սկզբունք է, որը եւ 5 կտակարանում եւ նոր կտակարանում տեսնում ենք ֆինանսների հետ կապված։ Առակաց 28:19-10 խոսքերը։ Չասեցի սկզբունքի անունը, հեսա կասեմ։
Ով որ մշակի իր հողը հացով կկշտանա, իսկ դատարկապորտ մարդկանց հետևողը կկշտանա աղքատությամբ։ Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փութացողն անպատիժ չի մնա։ Սա կոչի ես վերնագրել եմ աշխատելու սկզբունք։ Ով մշակի իր հողը, այն ժամանակ հիմնականում գյուղատնտեսությամբ էին մարդիկ զբաղված, մարդիկ կային, որ ասում են ծանր է գյուղատնտեսական աշխատանքներ, ես չեմ ուզում աշխատել։ Դատարկապորտ մարդը կամ դատարկապորտ մարդուն հետևողը, նրանց օրինակին հետևողը կկշտանա աղքատությամբ։ Աստված ասում էր 6 օր աշխատիր, 7-րդ օրը հանգստացիր։ Սա պատվիրան է, որ մարդիկ շատ ուշադրություն են դարձնում վերջին մասին, 7-րդ օրը հանգստացիր։ Մարդ կա 7 օր հանգստանում է։ Եվ սա Աստծո պատվիրանի խախտում է։ Ես չեմ ասում արձակուրդի ժամանակ հանգստանալը։ Ես ասում եմ, երբ որ մարդը աշխատելու ցանկություն չունի։ Ինչի աշխատեմ, ինձ պահում են։ Իսկ դու կարող ես քեզ պահողի հոգսը թեթևացնել։ Բայց մենք կարիք չունենք։ Իսկ դու կարող ես աշխատել, կարիք չունես, բարեգործություն արա այդ գումարով։ Ինչ ես անում, այսօր մարդիկ կան, ես զարմացած եմ, 24 ժամ, մի քիչ չափազանցնում եմ, բայց ոչինչ, ինտերնետում են։ Մի, չգիտեմ, սենսացիոն քարոզ է դուրս գալիս կամ մարգարեություն, դրա մասին կխոսեմ, վերջում բոլորը արդեն գիտեն, տեղյակ են, ինչ կա իրանք, մի բան եմ գցում, օրվա որ ժամին գցեմ, լայքը պատրաստ է։ Պարապ են մարդիկ։ Աշխատելու սկզբունքը։ Աշխատեք սիրելիներ։ Եվ աշխատանքը շատ տարբեր է լինում։ Եթե ոչ մի աշխատավարձի կարիք չունես, տեսով ինչի օգնության կարիք ունի, դուրս արի, ամբողջ օրը մի նստի Facebook-ի առաջ ու YouTube-ի առաջ։ Դուք այնքան քարոզ եք լսում արդեն։ Ես միշտ ասում եմ, մի քարոզ եթե օրը լսեք, մեկ նորմալ քարոզ եթե օրը լսեք, եւ կարողանաք մարսել ու կիրառել դրա մեջ ասվածները, սա ավելի քան բավարար է։ Բայց մարդ կա, վերցնում է ժյուրիի, այսպես գնահատականներ ունի իր առաջ, ժյուրիի այս գնահատականները վերցնում է ու այս քարոզին նշանակում եմ 10, այս մեկին 1, այն մեկին 4, այն մեկին էլ 14։ Ժյուրի ենք դարձել, որովհետև պարապ ենք։ Պարապությունը տանում է բամբասանքի, պարապությունը տանում է մեղքի։ Աստված ասում է աշխատեք, զբաղեցրեք ձեզ գործով։ Այս մարմինը, որ հոգնում է, մենակ ֆիզիկական չէ, մտավոր աշխատանքից ավելի է հոգնում։ Հետո լավ քնում եք, ոմանք անքնությամբ տառապում են, որովհետև պարապ են։ Աստված ասում է աշխատեք։ Հիմա սա 5 կտակարանը, նոր կտակարանը գանք, տեսնենք ինչ որ բան փոխվել է թե չէ։ 2 Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ 10-ից 12 խոսքերը։ Հիրավի, երբ ձեզ մոտ ենք, Պողոս առաքյալն ասում Թեսաղոնիկեցիների եկեղեցուն։ Այս ենք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, տեսնում եք, այս խնդիրը նոր խնդիր չի, այնտեղ էլ կային մարդիկ, ասում են մենք հավատացյալ ենք, մենք ամբողջ օր ուզում ենք ծառայենք, մենք չենք ուզում աշխատենք։ Ես որ հովիվ եմ ձեռնադրվել, երկար տարիներ ես աշխատել եմ եւ ծառայել եմ։ Հիմա է, որ ծառայությունները շատացել է եւ ամբողջովին ազատված, գրանցված, պետականորեն աշխատող եմ, որ իմ աշխատավարձը ստանում եմ եկեղեցուց, էլի աշխատանքա պետության եւ հարկեր եմ մուծում։ Բայց երկար ժամանակ ես գյուղատնտեսությունը եւ թարգմանությունները եւ հովվական ծառայությունը համատեղել եմ։ Ով չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի, գրված է այստեղ։ Իհարկե ոմանք կուրախանանք, ասեն չենք ուտի, մի քիչ էլ կնիհարենք, բայց խնդիրը դա չի, խնդիրը այստեղ սկզբունք է փոխանցվում, 11-րդ խոսք, որովհետև ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում եւ չեն աշխատում, Աստծո խոսքը անկարգություն է ասում, անկարգությամբ են վարվում եւ չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։
Այդպիսիներին պատվիրում ենք եւ խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացը ուտեն։ Գիտեք ինչա նշանակում իրենց հացը ուտեն։ Որ ուրիշի հացը չուտեն։ Մարդիկ սովորել են խնդրել, որ ուրիշի հացով ապրեն։ Մենք վատ ենք ապրում, օգնեք մեզ։ Քանի հոգու ենք գնացել, առաջարկել ենք կյանքդ փոխի, միտեղ օգնենք, դասավորվի, այդ աշխատանքը չեմ ուզում, սա ինձ հարմար չի, որովհետև մի քանի նամակ դրսի հավատացյալներին գրում են ու իրենց օգնություն են ուղարկում, մի քանի նկար ուղարկում են։ Եղել է երիտասարդներով այցելել ենք, տարել ենք նոր կահույք, ես անձամբ չեմ գնացել, բայց երիտասարդները գնացել են, ես տեղյակ եմ, եւ հաջորդ անգամ այցելելուց տեսել են նոր կահույքը դուրսն են, նոր հագուստները դուրսն են, հին կահույքը հետ են բերել, որովհետեւ այդպես հարմար է։ Անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։ Սկզբունքը ֆինանսական հավատարմության չի փոխվել ոչ հին կտակարանում, ոչ նոր կտակարանում։ Իհարկե, կան երիտասարդներ, որ պիտի դեռ սովորեն, որ աշխատեն, կան մայրեր, որ իրենց երեխաներին են խնամում եւ չեն կարող աշխատել, սա հասկանալի է, կան բացառություններ, որ մարդը խնդիրներ ունի կամ աշխատանքը փնտրում եւ դեռ չի գտնում։ Ես դրանց մասին չեմ խոսում, ես խոսում եմ այն, որ գրած էր դատարկապորտ։ Չգիտեմ ոնց է այդ բառը եկել հասել մեզ, բայց հայերենում պատահական բառեր չկան։ Գեղեցիկ է հայերեն։ Ուզում եմ շեղվեմ։ Իմ սիրած բառերից մի երկուսը ասեմ, ճգնաժամ, ճգնելու ժամանակ, աղոթքի գնալու ժամանակ։ Ճգնաժամը աղոթքի գնալու ժամանակն է։ Հիասթափվելը հիանալ ու սթափվելն է։ Հիմա մնացածը չեմ գնա, բայց հայերենը շատ գեղեցիկ է, եթե միայն մեզ սովորական դարձած բառերի շուրջ փորձենք մի փոքր մտածել։ Եկանք հաշվարկելու սկզբունքին։ Տեսնենք ինչ է ասում 5 կտակարանը։ Առակաց 22-րդ գլուխ ֆինանսների առումով 26-27 խոսքեր։ Մի եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում։ Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչու անկողին այդ տակիցդ տանեն։ Երաշխավոր մի եղիր։ Գրավ մի տուր։ Այսօր շատ շատերը ասում են, վարկ ստանալուց մարդ է պետք, որ երաշխավոր լինի։ Մի անգամ ես վարկ էի վերցրել, ես խոսել եմ վարկերի մասին, որ ընդունելի չի, դա բիզնես վարկ էր եւ շատ հետաքրքիր է, որ այս բիզնես վարկի ժամանակ ինձ ասեցին բանկում, ասեցին անտոկոս բիզնես վարկ էր, գյուղատնտեսական եւ այդ գյուղատնտեսությամբ զբաղվելու ժամանակ ուղղակի ընդլայնում էի իմ ջերմոցային տնտեսությունը եւ հաշվարկներ կար, ամեն ինչ կար, որ նորմալ մի խոսքով հունի մեջ նոր չէի սկսում, ուղղակի ընդլայնում էի եւ բանկում ինձ ասեցին պիտի երաշխավոր լինի, որ մենք քեզ տանք։ Ես էլ ամբողջ կյանքս կարոզել եմ երաշխավոր մի եղեք։ Հիմա մեկը պիտի երաշխավոր լինի ինձ։ Ասացի, ես ոչ մեկին երաշխավոր չեմ եղել, եթե չեք տալիս այդ վարկը, մի տվեք, հիմա արդեն բոլոր փուլերը անցել ենք, պիտի տան, ասացի մի տվեք, ես չեմ կարող ինչ-որ մեկին, իմ սկզբունքներ, եթե ես չեմ տալիս, եթե ես չեմ լինում երաշխավոր, գիտեք քանի հոգու եմ մերժել, ինչքան հարազատ մարդկանց եմ մերժել, նեղացրել, ներողություն խնդրել, հիմա ինչ-որ մեկին պիտի զանգեմ, ասեմ, արի ինձ երաշխավոր, երբեք դա չի կարող լինել, ասացի, միակ մարդը, որ Աստվածաշունչը ասում է, որ մեկ ենք, դա իմ կինն է, եթե իմ կինը կլինի, ասին չի լինի, ասի չի լինի, պետք չի, որ ասացի պետք չի, դուրս եմ գալի, ասացին լավ կլինի։ Ու ոչ մեկ, որտեվ մեկ ենք, մենք ինքը ստորագրեց, դե ես, թե ինքը, ինչ տարբերություն, ասիկը նույն ընտանիքն ենք, նույն եկամուտը, և այդպես գրված է երաշխավոր մի եղիր։ Այսինքն դու պիտի հաշվարկես։ Գիտեք ինչ է, որ ստորագրում եք բանկում երաշխավորությունը։ Այդ որ ասում են, ոչ մի բան մի ստորագրություն է։ Այդ պրոստը չի, ռուսերեն բառը օգտագործում կներեք, բայց այդպես են ասում։ Դա նշանակում է, եթե այս մարդը չվերադարձրեց իր վերցրած վարկը, ես իմ ունեցվածքով պատասխանատու եմ, հաշվարկ արա,
Հաշվար կարա։ Վարկերի մասին խոսել եմ։ Հաշվար կարա, եթե դու տան վարձ ես տալիս եւ հիպոթեկը համարյա նույն վարձն է, բայց այդ տունը մնալու է քեզ, իհարկե հիպոթեք վերցրու։ Մեկա դու տալիս ես այդ վարձը, հաշվար կարա։ Բայց եթե դու ճոխության կողմ ես գնում, ուզում ես, չգիտեմ, վարկի տակ մտնելով այնպիսի մեքենա վարես, որ բոլորը հիանան, հաշվար կարա, կարող է անկողինդ էլ քո տակից տանել։ Գանք նոր կտակարանին։ Գանք նոր կտակարանին։ Ղուկաս 14:28 Տեր Հիսուսի ուսուցումը այս թեմայով։ Որովհետև ձեզանից ով է, որ կամենա աշտարակ շինել եւ նախ չնստի ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի, թե ոչ։ Հաշվար կարա։ Խորհուրդներ հարցրու։ Դու գուցե չգիտես աշտարակաշինության ամբողջ ծախսերի մի հատ քթի աշտարակ, իհարկե աշտարակ հիմա ոչ մեկ չի շինում, բայց հասկացեք ինչի մասին է խոսքը, ինչ որ գործ ես սկսում, տուն ես ուզում կառուցես, չգիտեմ, մի ծախս ես ուզում անես, խորհուրդ հարցրու, հաշվար կարա։ Գուցե հետո սկսես, կիսա ինչքան եք որ մեքենայով տեղ եք գնում, ինչքան եք տեսել, ասենք 90-ականներից կիսակառույց տներ։ Մեծ, որ պատկերացնում ես այդ տները, որ ավարտվեն, ինչ գեղեցիկ կլինեն, եթե այդ տան կեսով սարքեին, վաղուց 92 թվականին ավարտած կլինեին, բայց բռնացրել են մեծ ու չեն կարողացել ավարտել ու համատարած հաշվար կարեք սիրելիներ։ Տեսնում ենք, որ նույնն է սկզբունքը։ Մարդկանց օգնելու սկզբունքը։ Գիտեք, Աստվածաշնչում գեղեցիկ խոսքեր կան գրված, աղքատին ողորմողը Տիրոջը պարտք է տալիս։ 5 կտակարանն ասա։ Նոր կտակարանում Տեր Հիսուսը խոսում էր ողորմության մասին, Մատթեոս ավետարան 23-րդ գլխում փարիսեցիներին հանդիմանում էր, որ իրենց տասանորդը այն ամենաչնչինը հաշվարկում են ու ճիշտ տալիս են, հիշում եք, սամիթի մասին է խոսում, չամանի մասին է խոսում, չնչինը ճիշտ տալիս են, բայց այն, որ ողորմություն պիտի անեն, որ մարդկանց պիտի օգնեն, սա անտեսում են։ Եվ Աստված ավելի է կարևորում քո չերևացող օգնությունը մարդկանց, քան երևացող զոհաբերությունը եկեղեցուն։ Բայց սա չի նշանակում, որ եկեղեցուն պետք չի։ Նոր խոսեցինք ու տեսանք, որ Տիրոջը պիտի պատվես քո ունեցվածքից, քո եկամուտներից։ Եվ հաջորդ սկզբունքը Տիրոջ գործին նպաստելու սկզբունքն է։ Տաճարը իր ծախսերով քահանաները եւ ղևտացիները իրենց ապրուստը գալիս էր մնացած ողջ ժողովրդի զոհաբերություններից ու տասանորդից։ Սա 5 կտակարանն է։ Նոր կտակարանում մենք տեսնում ենք, որ եկեղեցում երեցները եւ խոսքի ծառայողները աշխատավարձ էին ստանում։ Պողոս առաքյալը անգամ մեջբերում է կատարում 5 կտակարանից։ Կալում աշխատող Եզան դունչը չկապես։ Ավետարանի մեջ ծառայողը ավետարանից պիտի սնվի։ Սա նոր կտակարանի սկզբունքն է։ Եվ եկեղեցուն արգելված է վաճառքով եւ ծառայությունների մատուցմամբ եկամուտ ունենալ։ Մի հատ էլ կրկնեմ սա։ Եկեղեցուն արգելված է ինչ որ բան վաճառել կամ ինչ որ ծառայություն մատուցել, գիտեք որն է ծառայելու եւ ծառայություն մատուցելու տարբերությունը։ Երբ որ դու ծառայում ես, ծառայի պես ես։ Ծառան չի գնում ու ասում, ես քեզ ծառայեցի, հիմա դու ինձ փող պիտի տաս։ Ծառան դա չի անում։ Վարձու աշխատողը անում է, բայց ծառան դա չի անում։ Իսկ Աստված մեզ ասեց, ծառաներ եք։ Ես եկա ծառայելու, իմ աշակերտներն էլ ծառայելու են։ Եվ ոչ մի ծառայություն, որ եկեղեցին կանի, իր արածի փոխարեն չպիտի գումար վերցնի։ Սա դառնում է վաճառք։ Բայց եկեղեցին ֆինանսի կարիք ունի։ Դրա համար կա ֆինանսական ներդրում։ Երբ որ կհավաքվեք, ամեն անգամ որ կհավաքվեք, Պողոս առաքյալն ասում էր հանգանակություն արեք։
Եվ այդ հանգանակությունը գնում էր եկեղեցու պահպանման ծախսերին, աղքատներին կերակրելը, ծառայողներին վճարելը, որոնք հիմնականում դրանով էին զբաղված, կարիքի ժամանակ մյուսներին օգնելը, մյուս եկեղեցիներին մենք տեսնում ենք, որ բոլոր եկեղեցիները, երբ որ Երուսաղեմում փսով էր, Երուսաղեմի եղբայրներին էին օգնում, Երուսաղեմի եկեղեցուն էին օգնում, այլ ծախսեր կային, չգիտեմ, մեր ժամանակներում, այն ժամանակ, քանի որ շենքեր չկային, հավաքվում էին տներում, գուցե ծախսերը քիչ էին, բայց տեսնում ենք, որ համատեղ, օրինակ, հացկերույթներ էին անում։ Սա գրված է, բայց մեր ժամանակներում մենք ունենք կոմունալ ծախսեր, ունենք գրականության տպագրության ծախսեր, ունենք ինտերնետային ծառայության ծախսեր, եւ այս բոլորը որտեղից պիտի հավաքագրվի։ Մենք չպիտի վաճառենք ինչ-որ բան, որ գումար գա, եւ ոչ էլ ծառայություն պիտի մատուցենք։ Տերը սովորեցրեց ձրի առել եք, ձրի տվեք։ Եվ ֆինանսական գրագիտություն է աստվածաշնչյան, որ քո ժողովուրդը, որին դու ծառայում ես իր հոժար սրտով, հոժարության սկզբունքը, Տիրոջը ընդունելի կերպով պիտի իր ունեցածի չափով աջակցի եկեղեցուն։ Սա է ճիշտ կարգը։ Քանի որ խոսեցի տասանորդի մասին, առանձին խոսել եմ, հիշում եք, նախորդ դասերի մեջ անդրադարձել եմ, բայց երբ որ պատրաստում եմ ես խոսքը, մտորումների մեջ է եւ ասում եմ, որքան հեշտ են մարդիկ, օրինակ Մատթեոս 23-ի այն խոսքը, որ տասանորդի մեջ հավատարիմ եք, բայց ողորմությունը անտեսում եք, բոլորը հասկանում են, որ սա բոլորիս է վերաբերվում, ճիշտ է։ Բայց ինչի են դրանից հետո խոսքերը, երբ որ ասում է, սա պիտի անեք ու նա չթողնեք, մտածում ենք, որ սա միայն փարիսեցիներին էր վերաբերվում։ Ինչու՞։ Հետն էլ ասում են, դա դեռ 5 տակարանի մարդկանց էր խոսում։ Ինչու են առաջի հատվածը մեզ է վերաբերվում, երկրորդ հատվածը մեզ չի վերաբերվում։ Ես չեմ կարող պատասխանել, այստեղ մնում է մենակ ապաշխարել, եթե այսպես ես մտածում։ Տասանորդը Մովսեսի օրենքը չի, տասանորդը կար նախքան Մովսեսի օրենքը։ Եվ սրա մասին խոսվում է Եբրայեցիս թղթում։ Տասանորդը քահանայություն ընդունելու նշան էր, ինչպես Աբրահամը տասանորդ տվեց եւ Մելքիսեդեկի քահանայությունը ընդունեց դրանով, խոսվում է, որ մեր քահանայապետը Հիսուս Քրիստոսն է, եւ այդ համատեքստում մենք պիտի հասկանանք, որ ովքեր ասում են տասանորդը օրենք է, Մովսեսի օրենքն է, սխալվում են։ Տասանորդը Մովսեսի օրենքի մեջ կա, բայց տասանորդը կար, երբ որ Մովսեսի օրենքը չկար։ Ամեն դեպքում տասանորդ տվող ու չտվողին վերաբերվում է հոժարությամբ։ Եթե դու հոժարությամբ չես տալու, բայց տալու ես, որովհետև օրենք կա, իհարկե ընդունելի չի քո տված, ավելի լավ է չտաս, աճես հոգևորապես, հասկանաս ու սրտանց դա անես, եւ նոր կտակարանում չկա 10%-ի սահմանափակումը։ Եվ շատ հավատացյալներ կան, որ ավելին են տալիս, քան 10%։ Եվ սա սահմանափակում չի, Աստված սրտին է նայում։ Եթե դու ունես հնարավորություն ավելիով օգնելու, դու հոժարակամ ես դա անում, ով պիտի քեզի ուսուցանի, համոզի, մի հատ էլ շատ անգամ բեմից մանիպուլյացիաներ ենք լսում, կարծես գցեք մի հատ 100 հատ կթափվի, այսպես ինչների սա պետք, եթե մարդու սիրտը ուղիղ է Տերը ինքը կխոսա իր հետ։ Եվ չի սահմանափակվի այս մարդը 10%-ով, որովհետև այդպիսի սահմանափակում մենք չունենք նոր կտակարանում։ Բայց ֆինանսական հավատարմության իմ կարծիքով նվազագույնը դա տասանորդն է, որովհետև եթե քիչ ես աշխատում, տասանորդը քիչ է, եթե շատ ես աշխատում, շատ է։ Եթե այնքան ես աշխատում, որ 90-ը քեզ շատ է, իհարկե դու կարող ես ավելի ներդրվել եւ դա, եթե ֆինանսական հավատարմությունից ենք խոսում, նոր կտակարանում սկզբունք է, որ հարուստ կանայք աջակցում էին Տեր Հիսուսի ծառայությանը, որովհետև շատ ավելին ունեին, քան իրենց համար անհրաժեշտ էր, հավատացյալ կանայք էին Կայսրի տնից եւ իրենք նպաստում էին Աստծո գործին։ Վերջին սկզբունքը եւ կանգնենք աղոթքի։
իրական հարստության եւ երկնային գանձերի սկզբունքը։ Գիտեք, երբ որ ես այսպես համեմատում եի հին եւ նոր կտակարանը, ես հասկացա, որ շատ սկզբունքներ նույնն են։ Բայց խոսքը ասում է հին կտակարանը, օրինակ Մովսեսի օրենքը դաստիարակ եղավ։ Գիտեք, դաստիարակում են երեխաներին։ Նոր կտակարանը ապաշխարած մարդկանց համար է։ Հին կտակարանը մի ժողովրդի համար էր, որի հոգեբանության մեջ նստած էր Բաբելոնը, հետո էլ Քանանը, հետո էլ ներողություն, Եգիպտոսը, Քանանը, հետո Բաբելոնը։ Եվ իրենց պետք էր դաստիարակվել, իսկ նոր կտակարանի ժողովուրդը դա սրտի փոփոխություն ունեցող ժողովուրդն է, որ ապաշխարում է եւ իր մեջ Սուրբ Հոգին է բնակվում։ Եվ ինչպես երեխային դու ասում ես չի կարելի, սա անես կպատժվես, այդպես հին կտակարանը ֆինանսների առումով դաստիարակում էր Իսրայելի ժողովրդին։ Իսկ նոր կտակարանում հավատացյալները Սուրբ Հոգու ներբնակություն ունեն։ Եվ իրենց այլևս չի կարելիներ չի ասվում։ Իրենց ասում է քո սիրտը ուղիղ արա, հոժարությամբ, հասկանալով, պետք էլ չի, որ ստիպողաբար բերես, ընդունելի չի, որ դա քեզ ոչ մի օրհնություն չի լինելու, հասուն մարդկանց պատվիրաններ են, և Տերը այսպիսի հասուն հավատացյալներին է ասում, ձեր գանձերը այստեղ մի դիզեք։ Տիմոթեոսին Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս այս աշխարհի հարուստներին պատվիրիր, որ բարեգործությամբ երկնքում գանձեր դիզեն։ Եվ մեր գանձերը նոր կտակարանյան հավատացյալներ, մեր ֆինանսական հավատարմությամբ մենք պետք է ամեն բան անենք մեր ունեցածի չափով, որ երկնքում գանձեր դիզենք։ Փառք Աստծուն, սիրելիներ, մեզ մնաց մի դաս եւ այդ դասը նվիրված է լինելու հեշտ հարստանալու ծուղակներին, բավականին կարևոր դաս է սա, եւ այդ դասով կավարտենք ֆինանսական գրագիտությունն Աստվածաշնչում թեման։ Խնդրում եմ աղոթեք, որովհետեւ դեռ պիտի պատրաստեմ այս դասը եւ ինձ համար շատ մեծ կարևորություն ունի, որովհետեւ այսօրվա աշխարհը աճ ու ձախ ֆինանսական գայթակղություններ ա դրել մարդկանց առջև եւ շատերը ընկնում են այդ ծուղակների մեջ։ Հեշտ հարստանալու ծուղակները։ Կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար, քո խոսքի այս անխախտ սկզբունքների համար եւ նոր ուխտի այս հասունության համար, Տեր։ Աղոթում եմ, որ քո հոգով խոսես մեր սրտերին, որ մենք ուղիղ կյանք ապրենք քո առաջ եւ նաեւ մեր ֆինանսները ծախսենք որպես քո տնտեսը, հավատարմությամբ քո կամքի մեջ եւ քեզ հաճելի կերպով։ Օգնիր մեզ եւ առաջնորդիր։ Քեզ լինի ողջ փառքը, պատիվը եւ մեծարանքը։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։